Հիմա տես շատ կարևոր է, որ մարդը հասկանա ինչ է փորձությունը, ընդհանրապես։ Մարդը ինչպես է գնահատում փորձությունը, որտեղից է գալիս փորձությունը։ Հակոբոս Առաքյալը հետևյալ կերպ է գնահատում փորձությունը, տես փորձության գնահատման տարբեր տեսանկյուններ, տարբեր դիրքորոշումներ կան։ Հակոբոս Առաքյալը հետևյալ կերպ է, ասում է յուրաքանչյուր մարդ, որ փորձում է, չասի Աստծուց են փորձվում։ Յուրաքանչյուր մարդ փորձվում է խաբվելով իր ցանկություններից։ Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, մեղքը հասնանալով մահ է ծնում։ Հիմա տեսեք Ադամի դրախտային պատմությունը։ Աստված ասել էր, որ չփորձվես, չուտես արգելված պտղից, ուտես կմեռնես։ Բայց Եվան փորձվեց։ Ասաց, ես ինչ գեղեցիկ այս ինչ ուտենք Աստվածներ կդարանք, հա։ Դες ինքը ծնեց փորձությունը եւ ծանր է փորձությունը, մահը ճաշակեց։ Նույն պատմությունն մեր մոտ է։ Մենք պետք է զգույշ լինենք այդ թակարդներից, որոգայթներից, որ լարում են մեր դեմ, հա, չարը լարում։ Մեր մեջ է այդ։ Դուրսը ոչ ոք չի կարող անել։ Մենք հստակ սահման պետք է գտնենք ներքին փորձության եւ արտաքին փորձության։ Արտաքին փորձությունը հայտնի է մեր մոտ։ Մարդկանցից եկած փորձություններ են, կրկնվող բաներ են դրանք, հա։ Համաձայն եք ինձ հետ։ Բարդ բան չկա։ Աշխարհը միշտ նույն ձևով մեզ փորձում է, եւ մենք միշտ փորձվում ենք ու պարտվում ենք աշխարհից, հա։ Ինչու ենք մենք նույն ձևով միշտ փորձվում ու պարտվում աշխարհից, որտեղ մենք մեր ներքին փորձությունները չենք հաղթահարել։ Մենք չենք հասկանում, որտեղ դրսից չի, ներսից է։ Մենք մեզ լավ չենք ճանաչում։ Լավ, ես գնացի այս ճանապարհով այս փոսն ընկնի, շեղեմ այդ փոս այդ ճանապարհով, այդ փոս չկնե։ Կամ թռնեմ այդ փոսի վրա։ Այդպես գնում ենք մի փոսն ընկնում, չէ՞։ Հիմա մենք պետք է այդ ներքին մեր փորձությունը, մեղքի գայթակղությունը, ցանկության, հա, հաղթահարենք, որովհետեւ արտաքին փորձությունը մեզ համար թեթև հեշտ կլինի։ Մի օրինակ բերենք Սուրբ Գրքից։ Հոբին հիշում եք։ Մարդկության մեջ ամենամեծագույն փորձություններից մեկը Հոբին եղավ, չէ՞։ 10 որդիներին կորցրեց, 6-7 տղաներ, 3 աղջիկ, ամբողջ հարստությունը կորցրեց եւ ինքն էլ հիվանդացավ 7 տարի բորոտ էր։ Մարմինը քայքայվում էր ուղղակի։ Բայց Հոբն ինչ ասեց։ Աստված տվեց, Աստված տարավ, օրհնյալ լինի Տիրոջ կամքը։ Հոբը դա չգնահատեց որպես փորձություն։ Այդ մենք ենք հա ասում Հոբի փորձություններ, Հոբի փորձություն։ Հոբը հոժար էր այդ բոլորը։ Հələ հեչ հերիք ընկերներն էլ եկան, սկսեցին 7 տարի գլխին լոլոկ արթար։ Դու այդ քո մեղքի պատճառով ես եղել։ Հա հասկանացանք մեղավոր ենք, բայց Աստված դաժան է, ինչա 10 երեխուս վերցնի, այս ամբողջ ունեցվածքից վերցրի, այդ ինչ քո մեղք եմ ես գործել։ Մի ճիշտ սխալ եք դուք գնահատում, էլի ասեց, դու Աստծուն այդքան դաժան մի պատկերացրեք։ Այդ իմ մեղքերի պատճառով չի էս ինչ որ կատարվում։ Էսի մի ուրիշ ծրագիր Աստծո կողմից, հասկանում եք, բայց չեն հասկանում, հա, ասում են Հոբներ դեն չրան։ Խոսում էր հետները անցավ այդ փլով։ Եվ Հոբը ինքը դա փորձություն չհամարեց, եւ ինքը պատվով դուրս եկավ փորձությունից։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, այլ է հավատացյալի փորձությունը, այլ է անհավատի փորձություն։ Հավատացյալի փորձության հենց սկզբից ինքը հավատքով է լցվում, վստահում է Տիրոջ, ասում է։ Հոբը ինչպես վստահեց, չասեց, Աստված տվեց, Աստված տար։ Ընթացքը հույսով է, ավարտը սիրով է, փառոց վսակով է, իսկ անհավատի փորձությունը ոնց է։ Անհավատության եսի որ մեղքից պատճառով այս իմ գլխին եկել։ Դες անհավատն ինչ ասում։ Ընթացքը անհուսությամբ չեմ ուզում, էսի թող չլինի, վերջն էլ ատելությամբ, դուրս չի գալիս ինքը փորձությունից։ Ու առած պսակի էլ չի արժանում։ Ուրեմն մենք պետք է ճիշտ գնահատենք փորձությունը, սիրով տանենք ամեն ինչ կա, հավատքով, ընթացքը հույսով, վերջում սիրով պսակվենք։ Հոբը հետո 10 երեխա ունեցավ, աշխարհի ամենաիմաստուն մարդը եղավ,
Մինչև հիմա խոսում են, ընդամենը 7 տարի դիմացավ, բայց հետո 170 քանի տարի էլ ապրեց, երկար ապրեց, 200 քանի տարի ապրել է, այդ 7 տարվա համար, բայց ինքը ինչ միջերի հասավ, ուրեմն մենք պետք է փորձությունը իմաստասիրենք, երբ որ դու փորձությունը իմաստասիրում ես, այն ժամանակ դու շահ ես ունենում փորձությունից։